որ գարեջուրը, որ երաշտական ոճին է համապատասխանում։ Գարեջրին տալու ենք երաշտական ոճ։ Սիրելի ներկա ու ապագա գարեջրասերներ, այսօր ինձ ոչ մի ձև չկարողացան համոզեն տանեն գործան նկարահանման, բայց ես էլ չկարողացա համոզեմ, որ չնկարվեմ ու այսօր իմ սիրած օրն է, այսօր խմում ենք, բայց քանի որ չի կարելի կամերայի առաջ խմել, հարբել եւ այլն, այսօր մտածել ենք յուրահատուկ ձև խմենք։ Տենց ֆան, չէ՞, ֆան ձև ենք ուզում անենք։ Ինչ ենք որոշել անել։ Ընտրելու ենք երաժշտության ոճը, արդեն ընտրել ենք այդ ոճի մեջ երգը, իմ սիրածը դե կներեք ես։ Այսօր իմ օրն է, այսօր խմելու ենք, այդ երգը դնելու ենք ու հերթով խմելու ենք, տենանք, որ գարեջուրը, որ երաժշտական ոճին է համապատասխանում։ Ունենք 6 տեսակ գարեջուր։ Հիմա լցնում ենք ու սկսենք։ Դունկելը գնաց։ Դունկելը մուկ լագեր է, բաժակը չունի լոգո, բայց ֆանտաստիկ բաժակ է։ Սա ամերիկյան վիթելի, ամերիկյան ցորենի գարեջրի բաժակն է։ Գնացինք։ Այդ անցանք առաջ։ Պիլզները։ Ահա, գնացինք։ Գարեջրերի նախահայր հոլեսի, պետք է սենց բացենք, արանք, եկեք փորձենք։ Օպա։ Գնացինք։ Անցանք առաջ, հաջորդը վայցն, գերմանական ոճի ցորենի գարեջուր։ Всё։ Շատ լավ, ու չերին, չունենք ապակու շշով, լավ ուրիմացություն, բայց ես էլ եմ մեր շիշը 3-7-ինը, մի ապակու շշով չի, սենք շշով է, չերին բալի գարեջուր, այսենց արտահայտի ճերև է։ Ահա, այս դնենք ես կոմ, որ չխանգարի, կարդալու եմ նախորոք ասեմ, որտեվ հերթով կարող չի հիշում, դա ես սևագիր ունեմ այսօր ինձ ներելու է իմ խմելու օրը։ Միկում, դունկել,